Ես ուզում եմ, որ դուք հստակ արձանագրեք, ովքեր են այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը։ Դա նախկին 2007-2010 թվականի, 13 թվականի, չգիտեմ, նախկին այդ թվականների կոալիցիաներն են։ Ռոբերտ Քոչարյան, Դաշնակցություն, Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ իր թևերով, դա եւ հիմա ուժեղ Հայաստանը, որում ընդգրկված են նախ Սերժ Սարգսյանը, ուղիղ եւ բոլոր հանրապետական կուսակցությունը ուղիղ ձևերով ներգրաված է եւ աջակցում է։ Էլ չեմ ասում Կալուգացի օլիգարխի եղբայրը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը եւ նաեւ հանրապետական խմբակցության ղեկավարն է եղել։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ իդեմս եռագլուխ պատերազմի եռագլուխ կուսակցության գործ ունենք նախորդ հանցավոր մաֆիայի հետ, որը դուրս է եկել վերջին մարտի, հասկանալով, որ այլևս ոչ մարտի մեկը, ոչ մյուս հանցագործությունների պատժից, ոչ թալանածը միջև վերջին կոպեկը վերադարձնելուց չեն կարողանալու խուսափել նրանք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, նաև Կալուգացի օլիգարխ դուրս են եկել վերջին մարտի, որպեսզի ձեզնից խլեն ձեզ պատկանող իշխանությունը, բայց ես համոզված եմ, դուք դա թույլ չեք տալու, որովհետև ես չեմ կարող հավատալ, որ դուք ձեզ պատկանող իշխանությունը կզիջեք քրյա օլիգարխիկ ռեժիմին, որը ջախջախված է եւ որը դուրս է եկել հուսահատ մարդի փրփուրներից կախվելով, բայց նրանք չեն կարողանալու բռնվել փրփուրներից, որովհետեւ ժողովրդական իշխանությունը ի վերջո նրանց բերելու է պատասխանատվության եւ ժողովրդական իշխանությունը նրանց բերում է պատասխանատվության եւ ուրեմն 2026 թվականի հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք ձեր պետությանը, տեր կանգնեք ձեր իշխանությանը, տեր կանգնեք